Գիշերային աղոթք Սաղմոսներ 91, 35, 46, 27, 18, 121 ամենաուժեղ աղոթքները չար կապերը խզելու համար։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, այս գիշեր մենք մտնում ենք աղոթքի մի խորը հզոր տարածքի, առանց վախի, առանց կասկածի, միայն հավատով սրտի մաքրությամբ։ Այս աղոթքը նվիրված է այն բոլորին, ովքեր զգում են իրենց կապված չար ուժերի հետ, ովքեր զգում են ինչ-որ թաքնված ուժի ճնշումը իրենց կյանքում, առողջության վրա, հարաբերություններում, ֆինանսներում կամ հոգոր կյանքում։ Այս գիշեր Աստծո անունով մենք խզում ենք բոլոր չար կապերը, ապականող դեմքերը, սատանայական փակուղիները, անձնավորված չարիքը, որ փորձում է կանգնել ձեր ճանապարհին։ Մենք օգտագործում ենք Աստծո հզոր խոսքը, Սաղմոսների գիրքը, որը Հովհաննես առաքյալը կոչել է Աստծո շնչեցված թելադրություն։ Յուրաքանչյուր սաղմոս, որ մենք կկարդանք, լի է հզոր աղոթքներով, որոնք կոտրում են սատանայի շղթաները, ազատում են ստրկությունից, վերականգնում են Աստծո առողջացնող հովանու տակ։ Եկեք սկսենք աղոթքով։ Փակեք ձեր աչքերը։ Շնորհակալություն ասեք Աստծուն այս գիշերվա համար։ Խնդրեք Նրան, որ բաց անի ձեր սրտի աչքերը, որ դուք կարողանաք տեսնել այն թաքնված չարիքները, որոնք ձեզ հետ ապրում են տարիներ, որոնք ձեզ խոչընդոտում են աճելու, ապրելու ազատ, հաջողակ Աստծո կամքով։ Խնդրեք Նրան, որ այս աղոթքի ընթացքում ձեր սիրտը լցվի Նրա Սուրբ Հոգով, որ դուք լսեք Նրա ձայնը, որ դուք զգաք Նրա ներկայությունը ձեր կյանքում։ Եվ ամենակարևորը, հավատացեք, որ այս աղոթքը արդյունք կունենա։ Ոչ մի չար ուժ չի կարող դիմադրել Աստծո խոսքին, երբ այն աղոթվում է հավատով հոգոր հաստատությամբ։ Այս գիշեր մենք կկարդանք հետյալ սաղմոսները 91, 35, 46, 27, 18, 121։ Յուրաքանչյուր մեկը հատուկ նշանակություն ունի չար կապերը խզելու համար։ Սաղմոս 91-ը հայտնի է որպես ապաստանի սաղմոս, որտեղ Աստված մեզ առաջարկում է Նրա հովանու տակ ապաստան գտնել, որտեղ ոչ մի չար չի կարող մոտենալ մեզ։ Սաղմոս 35-ը պայքարի ազատագրման աղոթք է, որտեղ Դավիթը խնդրում է Աստծուն պայքարել իր համար խոցել իր թշնամիներին։ Սաղմոս 46-ը հայտնի է որպես Աստված մեր ամրոցն է, հզոր հաստատում այն մասին, որ Աստված մեր ամրոցն է, մեր ուժը, մեր փրկությունը։ Սաղմոս 27-ը խոսում է Աստծո լույսի փրկության մասին, որտեղ Դավիթը ասում է. Աստված իմ լույսն է, իմ փրկությունը, ումի պետք է ես վախենամ։ Սաղմոս 18-ը հզոր աղոթք է փրկության համար, այն ժամանակ, երբ Դավիթը փախչում էր Սաուլից, Աստված նրան փրկեց բոլոր թշնամիներից։ Վերջապես, Սաղմոս 121-ը հայտնի է որպես լեռներից կգա իմ օգնությունը, հիշեցնելով, որ մեր օգնությունը գալիս է Աստծուց, ով երբեք չի քնում, չի մոռանում մեզ։ Եկեք սկսենք Սաղմոս 91-ով։ Կարդացեք այս խոսքերը ձեր սրտով, ոչ թե միայն ձեր շուրթերով։ Թույլ տվեք, որ այս խոսքը ներթափանցի ձեր հոգին, ձեր մարմինը, ձեր ընտանիքի կյանքը, ձեր տունը, ձեր աշխատանքը։ Սաղմոս 91-ի առաջին խոսքերը ասում են. Ով բնակվում է Տիրոջ ամենաբարձրի ապաստանում, ապաստանում է ամենաուժեղի հովանու տակ։ Եկեք դադարենք այստեղ։ Ձեր կյանքում ո՞րն է այն տեղը, որտեղ դուք չեք բնակվում Աստծո ապաստանում։ Ո՞րն է այն տեղը, որտեղ դուք ապրում եք վախով, կասկածով, մեղքով, հանցանքով, անհավատությամբ։ Այս գիշեր հայտարարեք, որ դուք բնակվում եք Աստծո ամենաբարձր ապաստանում։ Դուք ապաստանում եք Նրա հովանու տակ։ Դուք ապաստանում եք Նրա հավիտենական սերի, Նրա հավիտենական հավատարմության, Նրա աննկատելի պաշտպանության տակ։ Կարդացեք հիմա Սաղմոս 91-ի երկրորդ մասը։ Ես Տիրոջը կասեմ. Իմ Աստված ես, քանի որ քեզ վստահում եմ։ Այս գիշեր հայտարարեք ձեր անձնական հարաբերությունը Աստծո հետ։ Ասեք. Տեր, դու իմ Աստված ես։ Ոչ թե ձեր ծնողների, ոչ թե եկեղեցու, ոչ թե հասարակության Աստված, այլ ձեր անձնական Աստված։ Այն Աստվածը, ով ստեղծեց ձեզ, ով գիտի ձեր անունը, ով գիտի ձեր տառապանքները, ձեր արտասուքը, ձեր վերքերը։ Այս գիշեր ասեք Նրան. Տեր, դու իմ Աստված ես։ Եվ քանի որ դուք վստահում եք Նրան, Նա ձեզ փրկում է թաքնված կարիճից, որսորդի սարսափելի ցանցից, գիշերային վախից, ցերեկվա սարսափից, այն անտեսանելի հիվանդությունից, որ գիշերով ոչնչացնում է հազարավորներին, այն սարսափելի մահվան հարվածից, որ կոտրում է կյանքը ցերեկը։ Այս գիշեր աղոթեք հատուկ այն մարդկանց համար, ովքեր ձեզ շրջապատում են, թվում է, թե չար ազդեցություն են գործում ձեր կյանքի վրա։ Օրինակ, այն մարդը, ով միշտ ձեզ դեպրեսիայի մեջ է դնում, այն ընկերը, ով ձեզ հետ խոսելիս միշտ սկսում է բացասական խոսել, այն աշխատանքային գծով ավագը, ով ձեզ չի թողնում աճել, այն ընտանիքի անդամը, ով ձեզ վրա սատանայական բռնություն է գործադրում։
Այս գիշեր աղոթեք դրանց համար, ասելով. Տեր, ես հայտարարում եմ, որ այս մարդու վրա չար ուժեր են աշխատում, ես խզում եմ այդ կապերը քո անունով։ Օգտագործեք Սաղմոս 91-ի հզոր խոսքերը, ասելով. 1000 կոտրված է քո աջ կողմում, 10,000 քո ձախ կողմում, բայց դու չես վնասվի։ Այս գիշեր հայտարարեք, որ դուք չեք վնասվի, նույնիսկ եթե հազարավոր չար ուժեր են ձեզ դեմ կանգնած, որովհետև դուք ապաստանում եք Աստծո հովանու տակ։ Այժմ կարդացեք Սաղմոս 35-ը։ Սա աղոթք է պայքարի համար։ Դավիթը ասում է. պայքարիր իմ համար, Տեր, դու, ով պայքարում ես իմ համար։ Այս գիշեր դուք էլ կարող եք ասել նրան, Տեր, պայքարիր իմ համար։ Պայքարիր իմ համար այն անտեսանելի ուժերի դեմ, որոնք փորձում են խոչընդոտել իմ առողջությանը, իմ հարաբերություններին, իմ հոգոր աճին։ Պայքարիր իմ համար այն մարդկանց դեմ, ովքեր ինձ հետ խոսում են, ստեղծում են անհանգստություն, վախ, անհավատություն։ Պայքարիր իմ համար այն չար աղոթքների դեմ, որոնք ասվել են իմ դեմ, այն սատանայական արարողությունների դեմ, որոնք ինձ դեմ են կազմակերպվել։ Պայքարիր իմ համար այն անտեսանելի շղթաների դեմ, որոնք կապված են իմ նախնիների հետ, փոխանցվել են ինձ սերնդեսիրտ տոհմի միջով։ Դավիթը ասում է. ելնիր ինձ օգնիր։ Այս գիշեր ասեք Աստծուն, ելնիր ինձ օգնիր։ Ելնիր քո սուրբ տեղից, ելնիր քո ամպերի միջից, ելնիր քո փառքի տեղից ինձ օգնիր։ Չթողնես ինձ այն մարդկանց ձեռքին, ովքեր անիրավություն են անում իմ դեմ։ Չթողնես ինձ այն չար ուժերի ձեռքին, ովքեր փորձում են ինձ խոցել հոգորապես, հուզականապես, ֆիզիկապես։ Ելնիր, Տեր, խոցիր իմ թշնամիները։ Խոցիր նրանց հետ կապված ամեն ինչ, որ ինձ համար վտանգավոր է։ Խոցիր այն անտեսանելի ուժերը, որոնք փորձում են ինձ հետ կապվել չար կապերով։ Խոցիր այն սատանայական արմատները, որոնք աճում են իմ կյանքում, սնվում են իմ արյունով, իմ էներգիայով, իմ հոգով։ Կարդացեք հիմա Սաղմոս 46-ը։ Աստված մեր ամրոցն է ուժը։ Այս խոսքերը հզոր հաստատում են։ Այս գիշեր հայտարարեք այն ուժերի դեմ, ովքեր ձեզ ասում են, որ դուք թույլ եք, որ դուք հաղթահարելի եք, որ դուք անպաշտպան եք։ Ասեք, ոչ, Աստված իմ ամրոցն է, իմ ուժը։ Երբ վախը գալիս է ձեր սրտին, ասեք. Աստված իմ ամրոցն է։ Երբ հիվանդությունը փորձում է մտնել ձեր մարմին, ասեք. Աստված իմ ուժն է։ Երբ սատանան ձեզ ասում է, որ դուք մեղավոր եք, անարժան, անհավատարիմ, ասեք. Աստված իմ ամրոցն է, նա ինձ պաշտպանում է։ Երբ մարդիկ ձեզ փորձում են վնասել, ասեք. Աստված իմ ուժն է, նա ինձ հաղթահարելի է դարձնում։ Ուստի մենք չենք վախենա։ Այս գիշեր հայտարարեք, որ դուք չեք վախենա ոչ մի բանից։ Ոչ մի չար ուժ, ոչ մի սատանայական պլան, ոչ մի մարդ, ոչ մի հիվանդություն, ոչ մի անհաջողություն, ոչ մի դատաստան ձեզ չի կարող վախեցնել, որովհետև Աստված ձեր հետ է։ Նա ձեր հետ է մութ գիշերվա ժամանակ, նա ձեր հետ է ձեր ամենամեծ վախի պահին, նա ձեր հետ է ձեր ամենախորը տառապանքի ժամանակ։ Նա ձեր հետ է այն պահին, երբ ձեր ամենամոտ մարդը ձեզ դավաճանում է։ Նա ձեր հետ է այն պահին, երբ ձեր ֆինանսները փլատակվում են։ Նա ձեր հետ է այն պահին, երբ ձեր հարաբերությունները կոտրվում են։ Նա ձեր հետ է։ Եվ քանի որ նա ձեր հետ է, դուք չեք վախենա։ Կարդացեք հիմա Սաղմոս 27-ը։ Աստված իմ լույսն է, իմ փրկությունը, ումի պետք է ես վախենամ։ Այս գիշեր հայտարարեք, որ դուք լույս ունեք մութ մեջ։ Երբ ամեն ինչ մութ է ձեր շուրջ, Աստված ձեզ լույս է տալիս։ Երբ դուք չգիտեք ձեր ճանապարհը, նա ձեզ լուսավորում է։ Երբ դուք կորել եք, նա ձեզ ուղղում է։ Երբ դուք թաքնված եք, նա ձեզ գտնում է։ Երբ դուք մենակ եք, նա ձեզ հետ է։ Երբ դուք հոգնած եք, նա ձեզ հանգստացնում է։ Երբ դուք հիվանդ եք, նա ձեզ բուժում է։ Երբ դուք սոված եք, նա ձեզ կերակրում է։ Երբ դուք անապաշտպան եք, նա ձեզ պաշտպանում է։ Նա ձեր փրկությունն է։ Նա ձեր ապահովությունն է։ Նա ձեր հույսն է։ Նա ձեր ապագան է։ Նա ձեր ամեն ինչն է։ Իմ սիրտը չի վախենում չարից։ Այս գիշեր հայտարարեք, որ ձեր սիրտը չի վախենում չարից։ Դուք չեք վախենում չար աչքից, չար խոսքից, չար մտքից, չար աղոթքից, չար կապից, չար հողից, չար սերնդական հարուցված բանից։ Դուք չեք վախենում սատանայից, նրա հրեշտակներից, նրա արմատներից, նրա արարողություններից, նրա հրամաններից։ Դուք չեք վախենում, որովհետև Աստված ձեր հետ է։ Եվ եթե Աստված ձեր հետ է, ումի
Պետք է դուք վախենաք։ Ոչ ոքի։ Ոչ մեկի։ Ոչ մի ուժից, ոչ մի մարդուց, ոչ մի հիվանդությունից, ոչ մի դատաստանից։ Դուք չեք վախենում, որովհետև Աստված ձեր լույսն է, ձեր փրկությունը։ Կարդացեք հիմա Սաղմոս 18-ը։ Այս Սաղմոսը Դավիթի աղոթքն է այն պահից, երբ Աստված նրան փրկեց Սաուլի ձեռքից բոլոր նրա թշնամիներից։ Այս գիշեր աղոթեք այն թշնամիների համար, ովքեր ձեզ հետ են կապված չար կապերով։ Ասեք, Տեր, ինչպես դու փրկեցիր Դավիթին Սաուլից, այնպես էլ փրկիր ինձ այն մարդկանցից, ովքեր ինձ հետ չար կապեր են ստեղծել։ Փրկիր ինձ այն մարդկանցից, ովքեր ինձ հետ սեռական անօրինական կապեր են ունեցել, փրկիր ինձ այն մարդկանցից, ովքեր ինձ հետ սատանայական արարողություններ են կատարել, փրկիր ինձ այն մարդկանցից, ովքեր ինձ հետ մոգություն են արել, փրկիր ինձ այն մարդկանցից, ովքեր ինձ հետ հարաբերություններ են ունեցել, այնուհետ ինձ հետ չար աղոթքներ են ասել։ Փրկիր ինձ այն մարդկանցից, ովքեր ինձ հետ սերնդական կապեր են ստեղծել, փոխանցել են ինձ չար ժառանգություն։ Դավիթը ասում է. Տիրոջը սիրում եմ, քանի որ նա իմ ձայնն է լսում։ Այս գիշեր ասեք Աստծուն. Տեր, ես սիրում եմ քեզ, քանի որ դու իմ ձայնն ես լսում։ Դու լսում ես իմ արտասուքը, իմ աղոթքը, իմ աղաղակը, իմ վիշտը, իմ վերքերը։ Դու լսում ես իմ սրտի ամենախոր աղմկը, իմ հոգու ամենախոր ցավը։ Եվ քանի որ դու լսում ես, դու նա պատասխանում ես։ Դու պատասխանում ես իմ աղոթքին, իմ հավատին, իմ հավատարմությանը։ Դու պատասխանում ես այս գիշեր։ Դու պատասխանում ես այս աղոթքով։ Դու պատասխանում ես այս խոսքով։ Դու պատասխանում ես այս հավատով։ Կարդացեք վերջում Սաղմոս 121-ը։ Լեռներից կգա իմ օգնությունը։ Ոչ, լեռներից չի գալիս ձեր օգնությունը։ Ձեր օգնությունը գալիս է Աստծուց, ով երկինքն ու երկիրը ստեղծեց։ Այս գիշեր հայտարարեք, որ ձեր օգնությունը գալիս է Աստծուց, ոչ թե մարդկանցից, ոչ թե ձեր փողից, ոչ թե ձեր իմաստությունից, ոչ թե ձեր կապերից, ոչ թե ձեր կրթությունից։ Ձեր օգնությունը գալիս է Աստծուց։ Նա ձեր պահապանն է։ Նա ձեր աչքերի վրա հսկողություն է իրականացնում։ Նա ձեզ պահում է ամեն կողմից։ Նա ձեզ պահում է ձեր ելույթից մինչ ձեր վերադարձը։ Նա ձեզ պահում է ձեր ամենամեծ վտանգի ժամանակ, ձեր ամենախորմության ժամանակ, ձեր ամենամեծ փորձանքի ժամանակ։ Տերը ձեզ պահում է ձեր կյանքի ամեն քայլին։ Այս գիշեր հայտարարեք, որ Աստված ձեզ պահում է ձեր կյանքի ամեն քայլին։ Նա ձեզ պահում է ձեր տանը, ձեր աշխատանքում, ձեր ճանապարհին, ձեր հարաբերություններում, ձեր հոգոր ճանապարհին։ Նա ձեզ պահում է ձեր մարմնից մինչ ձեր հոգին։ Նա ձեզ պահում է ձեր մտքերից, ձեր զգացմունքներից, ձեր խոսքերից, ձեր գործերից։ Նա ձեզ պահում է ամեն րոպե, ամեն վայրկյան, ամեն շունչ։ Նա ձեզ պահում է, որովհետև նա ձեր Սուրբ Հոգին է սիրում։ Այս գիշեր աղոթեք ձեր ընտանիքի համար, ձեր երեխաների համար, ձեր ծնողների համար, ձեր ազգականների համար, ձեր ընկերների համար։ Խնդրեք Աստծուն, որ նա պաշտպանի նրանց բոլոր չար կապերից, բոլոր սատանայական ազդեցություններից, բոլոր անտեսանելի հարվածներից։ Ասեք, Տեր, ես խզում եմ բոլոր չար կապերը իմ ընտանիքի անդամների հետ, իմ երեխաների հետ, իմ ծնողների հետ, իմ ազգականների հետ, իմ ընկերների հետ։ Խզիր այն կապերը, որոնք ստեղծվել են անօրինական հարաբերությունների միջոցով, սատանայական արարողությունների միջոցով, մոգության միջոցով, չար աղոթքների միջոցով, սերնդական մեղքերի միջոցով։ Այս գիշեր աղոթեք ձեր տան համար։ Բարձրաձայն ասեք. Ես խզում եմ բոլոր չար կապերը իմ տանը։ Խզիր այն ուժերը, որոնք բնակվում են իմ տանը, որոնք ստեղծում են վեճեր, սարսափ, վախ, անհանգստություն, հիվանդություն, աղքատություն։ Խզիր այն չար աչքերը, որոնք նայում են իմ տունը, իմ երեխաներին, իմ ամուսնուն, իմ առողջությանը։ Խզիր այն կապերը, որոնք իմ տունը կապում են սատանայի հետ։ Ես հայտարարում եմ, որ իմ տունը Աստծո տուն է, այստեղ չարիքը չի կարող բնակվել։ Այս գիշեր աղոթեք ձեր աշխատանքի համար։ Ասեք, ես խզում եմ բոլոր չար կապերը իմ աշխատանքում։ Խզիր այն ուժերը, որոնք խոչընդոտում են իմ աճին, իմ առաջխաղացմանը, իմ հաջողությանը։ Խզիր այն մարդկանց հետ իմ չար կապերը, ովքեր ինձ փորձում են նենգաբար դուրս մղել, վնասել, դավաճանել։ Խզիր այն սատանայական պլանները, որոնք մշակվել են իմ դեմ աշխատանքում։ Ես հայտարարում եմ, որ իմ աշխատանքը Աստծո աշխատանք է, նա ինձ պաշտպանում է ամեն կողմից։ Այս գիշեր աղոթեք ձեր հարաբերությունների համար։ Ասեք, ես խզում եմ բոլոր չար կապերը իմ հարաբերություններում։
Խզիր այն կապերը, որոնք ստեղծվել են անօրինական սեռական հարաբերությունների միջոցով, մոգության միջոցով, սատանայական արարողությունների միջոցով, չար աղոթքների միջոցով։ Խզիր այն կապերը, որոնք ինձ կապում են անցյալի մարդկանց հետ, ովքեր ինձ վնասել են, դավաճանել են, ստված են, խաբել են, մոլորեցրել են։ Խզիր այն կապերը, որոնք փոխանցվել են ինձ սերնդեսիրտ տոհմի միջով, անօրինական հարաբերություններից, ամուսնալուծություններից, սեռական անօրինականություններից, սերնդական մեղքերից։ Այս գիշեր աղոթեք ձեր առողջության համար։ Ասեք, ես խզում եմ բոլոր չար կապերը իմ առողջության հետ։ Խզիր այն ուժերը, որոնք իմ մարմնում են ստեղծում են հիվանդություն, ցավ, թուլություն, թունավորում, սարսափ, վախ։ Խզիր այն չար աղոթքները, որոնք ասվել են իմ դեմ ազդել են իմ առողջության վրա։ Խզիր այն սատանայական արմատները, որոնք իմ մարմնում են սնվում են իմ էներգիայով։ Ես հայտարարում եմ, որ իմ մարմինը Աստծո տուն է, այստեղ չարիքը չի կարող բնակվել։ Ես հայտարարում եմ, որ Աստված ինձ բուժում է այս գիշեր, այս պահին, այս աղոթքով։ Այս գիշեր աղոթեք ձեր ֆինանսների համար։ Ասեք, ես խզում եմ բոլոր չար կապերը իմ ֆինանսների հետ։ Խզիր այն ուժերը, որոնք կոտրում են իմ փողի հոսքը, որոնք ստեղծում են աղքատություն, պարտք, կորուստ, սարսափ, վախ։ Խզիր այն չար աղոթքները, որոնք ասվել են իմ դեմ ազդել են իմ ֆինանսների վրա։ Խզիր այն սատանայական պլանները, որոնք փակում են իմ մատուցվածքի դռները։ Ես հայտարարում եմ, որ Աստված իմ մատուցվածքն է, նա ինձ բացում է ամեն դուռ, ամեն հնարավորություն, ամեն փողի հոսք։ Այս գիշեր աղոթեք ձեր հոգոր կյանքի համար։ Ասեք, ես խզում եմ բոլոր չար կապերը իմ հոգոր կյանքի հետ։ Խզիր այն ուժերը, որոնք ինձ հետ կապված են ստեղծում են հոգոր մութ, անհավատություն, մեղք, անմաքրություն, հանցանք, վախ, կասկած, հետաձգում։ Խզիր այն կապերը, որոնք ինձ հետ կապում են սատանայի հետ հոգոր մարտում։ Խզիր այն ուժերը, որոնք փորձում են ինձ հեռացնել Աստծուց, իմ եկեղեցուց, իմ աղոթքից, իմ հավատից։ Ես հայտարարում եմ, որ իմ հոգին Աստծո տուն է, այստեղ չարիքը չի կարող բնակվել։ Վերջապես, այս գիշեր աղոթեք ձեր անձնական հարաբերության համար Աստծո հետ։ Ասեք, Տեր, ես քեզ եմ պատկանում։ Ես քո եմ, միշտ քո եմ։ Ոչ մի չար ուժ, ոչ մի սատանայական պլան, ոչ մի մարդ, ոչ մի հիվանդություն, ոչ մի դատաստան չի կարող քեզնից ինձ անջատել։ Ես քո ամրոցում եմ, քո հովանու տակ եմ, քո սիրում եմ, քո ձեռքերում եմ։ Ես հավատում եմ, որ դու ինձ փրկում ես, դու ինձ հաղթահարելի ես դարձնում, դու ինձ հաղթանակ ես տալիս, դու ինձ ապրեցնում ես։ Ես շնորհակալ եմ քեզ համար, Տեր, որովհետև այս գիշեր դու ինձ ազատեցիր, դու ինձ ազատեցիր, դու ինձ ազատեցիր։ Եվ այսպես, սիրելի եղբայրներ ու քույրեր, այս աղոթքը ավարտվում է հավատով, հոգոր հաստատությամբ, շնորհակալությամբ։ Դուք ազատ եք։ Դուք ազատ եք բոլոր չար կապերից, բոլոր սատանայական շղթաներից, բոլոր անտեսանելի ուժերից, բոլոր անօրինական կապերից, բոլոր չար աղոթքներից, բոլոր սերնդական մեղքերից։ Դուք ազատ եք Աստծո խոսքով, Աստծո անունով, Աստծո արյունով, Աստծո հովանով։ Դուք ազատ եք այս գիշերից սկսած։ Եվ որե ուժ չի կարող ձեզ նորից կապել, որովհետև դուք ապաստանել եք Աստծո ամենաբարձր ապաստանում։ Ամեն։